Բարի օր սիրելի հայրենակիցներ, մի քանի րոպեով ձեզ զբաղեցնեմ բաց զրույցով իմ բաց բալկոնից։ Անկեղծ ասած, մայիսի 28-ից հետո մի քանի օր շարունակ համբերատար ինձ զսպում էի չանդրադառնալու Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ռազմական շքերթին։ Փորձում էի էմոցիաներս մի կողմ դնել, փորձում էի ավելի հանգիստ պայմաններում այս հարցին անդրադառնալ։ Շատերը ի սկզբանե ռազմական շքերթը, որը տեղի ունեցավ մայիսի 28-ին, կոչում էին քարոզչական, նախընտրական շքերթ, որ իրականում այդպես է։ Բայց նաև ես կավելացնեի ուրացման շքերթ։ Ուրացում մեր զինված ուժերի անցնող 30 տարիների պատմության, մեր բոլոր նահատակների, բոլոր հերոսների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կայացնողների նկատմամբ։ Ու ասեմ թե ինչու։ Ավանդաբար ռազմական շքերթների ամբողջ աշխարհում տեղի ունեցող ռազմական շքերթների մեջ տեխնիկայից շատ ավելի կարևոր է անձնակազմը, այն զորատեսակները, որ անցնում են, այդ զորամիավորումները, որ անցնում են, այդ զորամիավորումների պատմությունը։ Իսկ այս տարվա մայիսի 28-ին տեղի ունեցած ռազմական շքերթի կարևորագույն տարրերից մեկը դա այն տեքստերն էին, այն ուղերձներն էին, որ հնչում էին շքերթի ժամանակ։ Իսկ այդ ուղերձը ուղղակի ուրացում էր այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունեցել նախորդ 30-34 տարիներին, 92 թվականին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծումից հետո, որովհետև անցնում էին զորամիավորումներ, դիցու երկրորդ բանակային կորպուս, մեկ բառ անգամ չասվեց այդ բանակային կորպուսի հերոսական անցյալի մասին, որ այդ բանակային կորպուսի ստորաբաժանումները, զինծառայողները 44 օրյա պատերազմի ամենադժվար հարվածային ուղղություններից մեկն էին, որ կարողացան հաշված օրերի ընթացքում ետ բերեն նույն քարվաճառում կորցրած դիրքերը։ Ոչինչ չասվեց 5-րդ բանակային կորպուսի մասին, ոչինչ չասվեց հատուկ բանակային կորպուսի մասին, որի զինծառայողները տասնյակներով զոհվեցին 22 թվականի սեպտեմբեր 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Սյունիքի հատվածում։ Ու այսպես հերթով կարելի է շարունակել։ Ուրացում էր, որովհետև նույն գեներալի կոչում ստացածները այլևս ուրացան Արցախի Հանրապետության կողմից ստացված շքանշանները ու շուրջ 1 տարի է, որ զինված ուժերում պարտադրում են բոլոր սպաներին փոխել Արցախից ստացված շքանշանների պատկերները։ Ուրացել են, հանել են, թույլ չեն տալիս այլևս կրել այն տարբերանշանը, որոնք սպաները կրում են տասնամյակներ շարունակ եւ ցույց տալիս, որ իրենք ուսանել են Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրակարգ զինվորական հաստատություններում։ Ինչ վերաբերվում է այն բովանդակությանը, որը փորձում են իշխանությունը հաղորդել, թե 22 թվականից հետո գնված զենքերն են ցուցադրում, իսկ 22 թվականից առաջ այն ամենը, որ ձեռք է բերվել մեր զինված ուժերի սպառազինությանը մասը չէ, թե բանակը դարձել է արդեն սևերի ու սպիտակների, ինչպես ամեն հարցում։ Լավ, եթե այս իշխանությունը հպարտանում է իր ժամանակ ձեռք բերվածով, թող բարի լինի խոսի օրինակ 19 թվականին ձեռք բերված ԱՍԱ-ՀԿ այդ հակաօդային համակարգերի մասին, որի հարցում իդեպ իրենց իսկ ձևավորած քննից հանձնաժողովից գրությունը դեռ 24 թվականին դեկտեմբերին գնացել գլխավոր դատախազություն այդ ձեռքբերման հարցով հարուցել քրեական գործ։ Լավ, բացեն փակագծերը։ Նույն իրենց իսկ ձևավորած, իրենց իսկ փայփայած այդ քննիչ հանձնաժողովն է խոսել, որ 18 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո սպառազինությունների ձեռքբերման ամբողջ ծրագիրը փոխվել է։ Այսօր հիմա շատ են խոսում անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանության համակարգ, ռեբ զորքեր, անօդաչու թռչող սարքերի դեմ այդ ստորաբաժանումները։ Այդ ամբողջ ծրագրերը փոխվել են։ Այդ ձեռքբերման ծրագրերը չեղարկվել են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը սելֆի անի Սու-30-ներ ինքնաթիռների մեջ։ Դրա համար են փոխվել։ Հիմա դրա մասին չեն խոսում։ Իրենց իսկ ավերի հետևանքով է։ Եվ վերջապես, զինանշանի մասին շատ խոսվեց, շատ անցան դարձան։ Բայց մի կարևոր բան, օրենք է խախտել Սուրեն Պապիկյանը։ Ազգային ժողովում վերջերս ընդունվել էր մի օրենք, որով պաշտպանության կանոնակարգում էր ավելի ճիշտ, որով պաշտպանության նախարարին էր վերապահվում զինված ուժերի զինանշանը հաստատելու իրավասությունը։ Բայց այդ օրենքը մտնում է ուժի մեջ հունիս ամսին։
հունիսի 4-ին եւ փաստորեն մայիս ամսին պաշտպանության նախարարն իրավունք չուներ զինանշան փոխվել։ Եվ ամենավերջում շատ խոսում էին նոր հանդերձանքով է զինված ուժերը հանդես գալ, սուտ են ասում։ Դեռ 24 թվականին էր այս իշխանությունը խոստանում ամբողջ զինված ուժերի հանդերձանքը փոխել։ Ամեն անգամ այդ թեմայի շուրջ խոսում է, ամեն անգամ չկտեղանում են, մրցույթ եղավ, չեղավ։ Անցած տարվա վերջին միայն հայտարարեցին, որ Միացյալ Նահանգների X կազմակերպության հետ համաձայնություն են գոյացել եւ տարվա սկզբին ստացել էին միայն 3000 ձեռք զինվորական հանդերձանք, որը պետք է փորձարկում անցներ զինված ուժերի եւ ոչ թե այդ հանդերձանքով վերահանդերձավորեն մեր զինծառայողներին։ Այդպես էլ այդ իշխանության խոստումը 24 թվականին արդեն բանակը նոր հանդերձանքով ներկայացնելու հիմա էլ ի կատար չի ածվել։ Լավ մնացեք, կհանդիպենք։